Գիտեք, այն ինչ որ դրսևորում է առաջնագծում այսօր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, դրանում կա շատ ընդգծված քաղաքական էլեմենտ։ Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրի ուղղությամբ։ Ընդ որում նշանառության տակ են վերցված կոնկրետ արդեն առանձնատներ եւ ոչ միայն այսօր հաղորդված տեղեկատվության հետ կապված, այլ սրանից նաեւ մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ նաեւ բնակավայրի ուղղությամբ ուղղված այդ կրակոցները ակնհայտ են դարձնում, որ ուղիղ եղել է նշանառություն, որովհետեւ խոցման տիրույթը եղել է ապակիները, այսինքն տան ապակիները, դուռն է եղել եւ այլն։ Այսինքն այնպես չէ, որ պատահական ինչ-որ անկանոն կրակոցներ են եղել, որոնք այս կամ այն հատվածում գյուղի արձանագրվել են։ Հիմա Ադրբեջանը սրան զուգահեռ նաեւ բավականին ագրեսիվ ձևով խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին։ Ավելին ասեմ, սա այնպես է, այնքան են իրանք փորձում լրջացնել, որ նույնիսկ այս վերջերս նախորդ շաբաթ Թուրքիայում տեղ ունեցած կոնֆերանսի ժամանակ միջազգային, որին բավականին ներկայացուցչականներ, Ադրբեջանի նախագահը իր մասնակցությամբ նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այդ համայնքի հետ աշխատելու, կոնկրետ ժամկետներ սահմանելու նրանց այսպես կոչված Հայաստան վերադարձի համար, նրանց իրավունքների պաշտպանության մասով եւ այլն։ Այս թեման իհարկե անընդհատ զարգացվում էր, բայց գնալով սրանք շատ ավելի թիրախային են դառնում։ Ավելին նաև հոգևոր առաջնորդը հայտարարել է ոչ միայն այսպես կոչված Երևանի այդ հոգևոր այդ խորհրդի ձևավորման մասին, այլ բավականին ագրեսիվ ռետորաբանություն եւ հարձակումներ է սկսվել Մայրաթորի նկատմամբ, որովհետեւ Մայրաթորը թե նկատել եք բավականին ակտիվ է Ադրբեջանից հնչող տարբեր հայտարարություններից, սկսած Արցախին վերաբերող կամ արցախցիների պաշտպանությունից, մինչև Ադրբեջանի կողմից արտահայտվող տարածքային հավակնությունների մասով եւ նաեւ սրանով պայմանած նաեւ որոշակի տեսնում եմ վերջին շրջանում նաեւ Մայրաթորի նկատմամբ ադրբեջանական ուժգնացող նաեւ հարձակումներ։ Ադրբեջանը ակնհայտորեն երկու նպատակ է այստեղ ծառայեցնում, առաջինը փորձում է օգտագործել այս հանգամանքը, որպեսզի բանակցային գործընթացում եթե ոչ այս, ապա այլ իր համար առաջնային համարվող թեմաներում ստանա Հայաստանի համար զիջում, եւ երկրորդը ինչի՞ չէ Ադրբեջանը արդեն տեսել է, որ իր ցանկությունները, որոնք ցույց կարող է որպես ցանկություն արտահայտվեր 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ, որոշակի փուլում դարձել է իր համար իրականություն եւ Ադրբեջանը նաեւ ինստիտուցիոնալ առումով հիմք է դնում Հայաստանի դեմ այդ տարածքային հավակնությունները շատ ավելի ծանրակշիռ դիրքում դնելու համար։ Հայկական կողմից պետք է պատասխան լինի, պարոն Աբրահամյան։ Արմեն Խաչատրյանը ասում է, սա պարզագույն հարց